Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-531 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարին հյուրընկալել եմ Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Նորիկյան, քանի որ տարեվերջյան մեր հաղորդումն է, փորձենք ամփոփել տարին։ Ըստ ձեզ, ինչ ունենք այս տարվա ընթացքում արձանագրած, որ կարելի է համարել հաղթանակ, ինչ ունենք, որ կիսատ է դեռ մնացել, եւ ինչ ունենք, որ պետք է 2026 թվականին կարողանանք ավարտել։ Դա կլինի թե արտաքին քաղաքականություն, դա կլինի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները իրավական ոլորտում, սոցիալական ոլորտում, ըստ ձեզ դուք ինչ եք առանձնացրել։ Մեկ անգամ եւս շնորհակալություն հրավերի համար, թույլ տվեք կրկնակի անգամ շնորհակալություն հայտնել, որ ձեր միջոցով ենք հնարավորություն ունենում ամփոփելու անցնող տարին, Տիկին Մարի, երախտագիտությունս ձեզ եւ ձեր հեռուստաընկերությանը։ Հաղթանակը շատ հարաբերական է, որովհետև 2025 թվականը միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ որևէ կրակոց չի եղել, դա էլ կարելի է համարել որոշակի, այսպես ասած, հաջողություն կամ ձեր բառերով ասած հաղթանակ, բայց խորհրդային առումով ես խուսափեի այդ բառը օգտագործել, ավելի շատ խոսենք այն կարևորագույն իրադարձություններից, որոնք շրջադարձային են եղել։ Ըստիս իմ կարծիքով մի քանի շրջադարձային էլեմենտներ կան, բայց դրանց գագաթնակետը դա բնականաբար օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ուրեմն այդ նախաստորագրումը, ինչպես նաև թրիփի ձևավորումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսպես ասած, գլխավորությամբ երկրորդը ընթացիկ տարին առատ էր Հայաստանի մի շարք երկրների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրերի կնքումով մենք տեսնենք, թե հետագայում դրանք ինչի կհասցնեն։ Երրորդ առանցքային խնդիրը դա եկեղեցի եւ իշխանություն հակադրությունն է, որը մինչ օրս շարունակվում է եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը դեռևս հաղթահարված չի եւ ես խորը մտահոգություն ունեմ այս առումով, որ իշխանությունը կանգ չի առնելու, եկեղեցին էլ նահանջելու տեղ կարծեք թե չունի, որովհետև ես չգիտեմ որևէ լեգիտիմ հնարավորություն մի միջոց, որևէ, որը ունի իշխանությունը ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու գործընթացում, գոյություն չունի ուղղակի, մնում է ռեպրեսիվ մեթոդները, բայց դրանք էլ կարծեք թե դեռևս հաջողություն կամ արդյունք չեն տալիս։ Էլի կան մի քանի ռազմավարական ուրեմն հարցեր Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը, բայց եկեք արձանագրենք հետևյալը, որ այնպիսի շեշտակի վերափոխում շրջադարձ բեկում, որը կփոխեր մեր կյանքի որակը, հասարակության որակը, պետության որակը, ցավոք սրտի տեղի չի ունեցել եւ մենք սպասումներով, անորոշություններով թևակողում ենք հաջորդ տարի, որը ավելի, այսպես ասած, թեժ է լինելու, ավելի շրջադարձային է լինելու եւ չեմ զլանա ասել նաեւ որ շակյոնը նաեւ ճակատագրական է լինելու թե այնուամենայնիվ Հայաստանում հնարավոր կլինի օրինական ընտրությունների միջոցով իշխանություն փոխել թե ուրեմն իշխանությունը ամեն ինչ կանի վերարտադրվելու համար։ Իշխանություն փոխելը թիվ 1 ներքաղաքական օրակարգն է։ Ի վերջո գիտեք ինչ ժողովրդավարական երկրներում այո պետք է ժամանակ առ ժամանակ իշխանությունը փոխվի անկախ իր հետագծից, անկախ իր կատարած աշխատանքներից։ Ես ուզում եմ հետևյալը Հայաստանում մեկ անգամ օրինական ընտրությունների միջոցով իշխանությունը փոխվի։ Իշխանությունը պարտություն կրի եւ առանց դիմադրության հանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին իշխանությանը եւ հեռանա։ Ես ուզում եմ հիմա այսինքն որևէ միտեղ գրված չի որ գործող իշխանությունը հավերժ է եւ ինքը պետք է պերմանենտ վերընտրվի, բայց տեսնելով գործող իշխանության ձեռնարկած քայլերը, օգտագործող միջոցները, այն գործիքակազմը, որը կիրառում է իշխանությունը իր իշխանության վերարտադրման համար, ես կարող եմ մի բան ասել ի սկզբանե։ Ռեպրեսիաները շարունակվելու են, բռնության գործիքը դառնալու է իշխանության վերարտադրման միջոց, այս իշխանությունը չի նահանջելու,
այս իշխանությունը հոգեբանորեն պատրաստ չէ ժողովրդավարական ընտրությունների միջոցով պարտվել եւ հեռանալ։ Ես տեսնում եմ արդեն այն նախատրամադրվածությունը, ինչի ուղղված է Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարող թիմի ոճը, այս մարդիկ տառապում են անսխալականության սինդրոմով, այս մարդկանց թվում է, որ իրենք առաքյալներ եւ եկել են հայ ազգը փրկելու, այս մարդիկ բացարձակապես կորցրել են իրականության զգացումը եւ իրենք չգիտեն թե չեն պատկերացնում կամ չեն գիտակցում թե ինչ է տեղի ունեցել նախորդ 5 տարիների ընթացքում մեզ հետ, Հայաստանի Հանրապետության հետ, Արցախի Հանրապետության հետ, Արցախի ժողովրդի հետ, Հայաստանում ապրող 100 հազարավոր քաղաքացիների հետ, այսինքն այս մարդկանց պատկերացումները իշխանության, պետականության, պարտության, հաղթանակի, խաղաղության եւ պատերազմի ընկալումների հասկացությունների հետ բացարձակապես չի համապատասխանում մեր իրականության հետ։ Ես շատ լավ հիշում եմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր դուք կորցրել եք իրականության զգացումը։ Ես պետք է արձանագրեմ հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը եւ ինքը իսկապես գիտակցելով թե ինչի միջով է անցել Հայաստանը եւ իր կառավարման օրոք ինչ է տեղ ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հետ, ինքը գիտակցաբար լինելով ավտորիտար ղեկավար բռնապետական հակումներով մեր երկիրը տանում է անորոշ ապագայով էքսպերիմենտների, չունենալով, չտալով այդ հարցերի պատասխանները։ Տիկին Մարիկ, քանի որ Նոյան տապանում եմ ես հիմա գտնվում, ես անկեղծ եմ ասում, Հայաստանի թիվ 1 խնդիրը հետևյալն է, հայ ժողովրդի թիվ 1 խնդիրը հետևյալն է։ Հնարավոր է հաշտվել արդյոք թուրքերի հետ եւ հնարավոր է հաշտվել արդյոք Թուրքիայի հետ։ Հաջորդ ստրատեգիական հարցը, ներկա պատմական ժամանակահատվածում հնարավոր է արդյոք հաշտվել Ադրբեջանի հետ եւ հնարավոր է արդյոք հաշտվել ադրբեջանցիների հետ։ Իհարկե անհնարին ոչինչ չկա, բայց այն գործիքակազմը, այն հնարավորությունները, այն միջոցները, այն փոխադարձ գալացող ազդանշանները արդյոք տալիս են մեզ հնարավորություն արձանագրելու, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատրաստ է այնպիսի հաշտեցմանը, ինչպիսի ընկալում այսօր գոյություն ունի Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Երեք հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հյուրը Արայիկ Հարությունյանն էր, հենց ձեր այդ ասած, որ արդյոք կարող են, նա հետեւյալ մեկնաբանությունը արեց, որ եթե չեն կարող խոշորին միանգամից մոտենալ, այսինքն գլոբալ հարցերը, պետք է փոքր այդ խնդիրները լուծելով փորձել հասնել այդ խոշոր խնդիրների։ Նկատի ունենք թեկուզ այս ադրբեջանական բենզինի մուտքը, ծորեն ենք բերումի խոսքով, տնտեսական որոշակի մեխանիզմներ ենք իրականացնում, չէ՞ որ հարևաններին ի վերջո պետք է այդ հարաբերությունները շատ լավ, հետաքրքիր է, որ Ադրբեջանից բենզին է եկել, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ինչ կգնա Հայաստանից Ադրբեջան։ Եվ խնդրում եմ, մենք եկեք մեր ժողովրդի չխաբենք եւ ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Այսինքն չեն գտնի առաքողին, թե չեն գտնի ապրանքը, որ առաքենք։ Չէ, առաքող հնարավոր է գտնենք։ Նախ պահանջարկ պետք է լինի Հայաստանից Ադրբեջան ինչ-որ բեռներ տեղափոխելու, երկրորդը, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ժողովուրդ, մենք չենք լսում, ինչ է խոսում Ադրբեջանի քաղաքական ընտրանի։ Մենք չենք Բայրամովի վերջի ասուլիսը թեկուզ անդրադառնանք, մենք չենք տեսնում իրենք ինչպիսի պատկերացում ունեն Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման հեռանկարի վերաբերյալ։ Մենք չենք տեսնում, թե իրենք ինչպես են պատկերացնում խաղաղության դարաշրջանը մեր տարածաշրջանում։ Մենք չենք իրենց մեր գերիների մասով ինչ են ասում։ Արդար չի լինի, եթե այսպես գործը փակվի, որտեղ նրանք հակագործություն են կատարել Ադրբեջանի նկատմամբ։ Այո, եւ նրանք դատվում են հանուն Ադրբեջանի Հանրապետության։ Այսինքն սա մեր ազգային ամոթն ու խայտառակությունն է, անկախ նրանից, թե մենք Ադրբեջանում պահվող ռազմագերիներից յուրաքանչյուրի նկատմամբ ինչպիսի վերապահում ունեն կամ չունենք։ Ես ունեմ որոշ մարդկանց նկատմամբ վերապահում, բայց ես կարծում եմ հետեւյալը, որ եթե նրանցից որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրեր կամ երկարատև տարիներ ազատազրկման ենթարկվեր, ապա դա պետք է լիներ հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե հանուն Ադրբեջանի Հանրապետության։
Նրանք ծանր հանցագործություններ են կատարել եւ Ադրբեջանը օրենքի որոշումները չի կարող շրջանցել։ Գիտակից մարդիկ շատ լավ պատկերացում են, բայց եկեք մենք թերթենք ադրբեջանական պահանջները։ Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը կանգնի կոտրած տաշտակի առաջ եւ ընտրություններից հետո նոր բացի աշկերը տեսնի վայ, փաստորեն խաղաղությունը այսպեսին պետք է լինի, որ մենք պետք է զիջենք անկլավները, այսպես կոչված, որ մենք պետք է փոխենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որ մենք պետք է, այո, այսինքն Ժորժ ջան, Ադրբեջանի քաղաքական վերնախավը շատ պարզ անկեղծ է։ Ինքը ասում է Հայաստանի Հանրապետություն քո քաղաքական գործոնը տարածաշրջանում պետք է ոչնչացվի։ Դու որպես քաղաքական գործոն, դու որպես միավոր, որը կարող է որոշումների կայացման գործընթացում իրեն վերաբերող առնվազն ազդեցություն ունենալ, մենք ջարդելու ենք։ Այսինքն ինչ ենք ուզում։ Գիտեք ինչ, ես այս վերջերս մի առիթով այսպեսի մի ձևակերպում արեցի, եթե խաղաղությունը այսպեսին էր պատկերացնում Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարող թիմը, Ժորժ ջան, մենք կարող ենք 91 թվականին ամեն ինչ հանձնել Ադրբեջանին, կամ նույնիսկ չսկսել։ Այո, նույնիսկ չսկսել։ Նույնիսկ ես այս վերջերս այս միտքը ձևակերպեցի, որ Ադրբեջանը նույնիսկ 1988 թվականի մեկնարկից էլ են նահանջել։ Նույնիսկ 1988 թվականին գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, այսինքն դա խորհրդային միության սահմանադրական կարգավորումների համատեքստում դա վարչական միավոր էր, որոշակի ինքնուրույնությամբ, դա էլ է լիկվիդացրել Ադրբեջանը։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը Ալմատայի հռչակագիրն է հղում անում, որ տարածքային ամբողջականություն, չգիտեմ, պետությունների միջև, նույնիսկ այդ համատեքստում Ադրբեջանի տարածքում գոյություն ուներ մի վարչական միավոր, որը ուներ որոշակի իրավասուբյեկտություն։ Դա էլ է լիկվիդացվել, դա էլ է ոչնչացվել, բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Հիմա մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը Հայաստանի եւ հայ ժողովրդին խոստանում է խաղաղություն, Ընդ որում 50 տարով, 100 Ընդ որում տեսեք, բայց խնդիրը հետևն եկեք ազնվորեն լինենք եւ մեր ժողովրդին կրկնեմ չխաբենք։ Նիկոլը չէ խաղաղության օրակարգ թելադրողը։ Ցավոք սրտի Հայաստանն էլ չէ։ Ես կծափահարեի, եթե Հայաստանը լիներ խաղաղության օրակարգ թելադրողը։ Հայաստանում եւ տարածաշրջանում այսօր օրակարգ թելադրում է ինչ որ առումով Ադրբեջանը, Թուրքիան եւ աշխարհակաղակական կենտրոնները, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում նախանշում են անվտանգային քարտեզը, նոր անվտանգային ճարտարապետություն են ձևավորում։ Հենց այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, որն է մեր տեղն ու դերը որակապես նոր ձևավորվող անվտանգային քարտեզում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որդեգրել է ամեն ինչ հանձնելու, ամեն ինչ տալու, փոխարենը ստանալու խաղաղություն, որի պայմաններում ինքը որպես գործոն ոչնչացված է լինելու։ Այսինքն Հայաստան կլինի քարտեզի վրա, բայց բովանդակային առումով մենք ինչ կլինենք։ Պարոն Նորիկյան, ուզում եք ասել, որ այսօր ոչ թե աթոռի կռիվ է գնում, այսօր ոչ թե աթոռի գոյության խնդիրն է, այլ Հայաստանի Հանրապետության լինել չլինելու։ Դուք շատ ճիշտ եք ասում, որովհետև այս վերջերս մի առիթով էլի ընդգծեցի հետևյալը, որ հիմա պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ պայքարը Հայաստանի համար է։ Բոլոր կողմերը։ Այո, Հայաստանի համար է պայքարը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը միատեսեք ովքեր են քաղաքական դաշտում տոն տալիս, ովքեր են քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործում, ովքեր են օրակարգի մեջ եւ ովքեր են այսպես ասած հավակնորդները եւ դուք կտեսնեք, որ այդ ուժերի գերակշռող մեծամասնությունը 99%-ը մի մասը սպասարկում է Ռուսաստանի աշխարհակաղակական շահերը, մի մասը սպասարկում է գլոբալ հավաքական արևմուտքի շահերը։ Այսինքն այս մարդկանց համար խնդիրը ոչ թե Հայաստանն է, ոչ թե հայ մարդու խնդիրներն են։ Խնդիրը պայքարի հիմնական առանցքը հետեւյալն է. այստեղ կհաղթի Ռուսաստանի ռազմավարական շահը, թե արևմուտքի ռազմավարական շահը, թկած թե Հայաստանը ինչ կլինի, թկած թե Հայաստանի ժողովուրդը,
Հայաստանում ապրող ժողովուրդը ինչպես կապրի, այսինքն խնդիրը ոչ թե նրա համար է, թե այս քաղաքական պայքարի արդյունքում ինչպես անենք, որ մեր ժողովրդի, մեր հասարակության որակը փոխենք, այս համակարգը փոխենք, Հայաստանը զարգացնենք, այլ խնդիրը հետևյալն է, այս մեր ռեգիոնում Ռուսաստանը կմնա որպես ազդեցություն գրող, թե արևմուտքը կգա, Ռուսաստանը կնահանջի, թե արևմուտքը կնահանջի, այսինքն պայքարը վերածվել է ոչ թե Հայաստանի խնդիրները լուծելու ուղղված միջոցի, այլ թե Հայաստանում ով կիշխի, Ռուսաստանը թե արևմուտքը, ժողովուրդ ջան, մենք լրջագույն խնդրի առաջ ենք, բայց ես ասեմ դες, ես օրիգինալ չեմ այս իմ ասածների մեջ, որովհետև իմ պատմությունն էլ այդ առումով օրիգինալ չէ, բացեք հայ ժողովրդի պատմությունը, մեզ միշտ կանգնեցրել են երկընտրանքի առաջ, Տիզբոն թե Հռոմ, Արևմուտք թե Արևելք, Ռուսաստան թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, ԵՄ թե ԵԱՏՄ, հասկանում եք, այս խնդիրը մեր գոյության հետ շարունակում է աճել, ուրեմն եւ պահպանվել։ Հետեւաբար մեր խնդիրը Բայց ունենք հնարավորություն դրանից թոթափվելու։ Այո, քաղաքական մտածողության քայլերը ճիշտ դասավորելու, հասարակության ինքնագիտակցության, իրավագիտակցության, ինքնաճանաչողության խնդիրը, կրթության, դաստիարակության, պետականաշինության խնդիրը։ Մի բանի մասին եք խոսում, որ 30 տարի կորցրել ենք այդ ժամանակը հենց այդ Ես ասում եմ հետևյալը, Հայաստանում քանի դեռ չի ձևավորվել այն ընտրախավը, օրինակ տեսեք այսօր Նիկոլ Փաշինյանի, ուրեմն տեսեք նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, ինչու՞ չէ նաեւ որոշ այլ երկրների համար, ես կասեի նաեւ Ռուսաստանի համար, Արևմուտքի համար, Փաշինյանը դարձել է ընդունելի ֆիգուր ինչի համար, որովհետեւ ինքը հիմա այսօր գեներացնում է գաղափարներ, որոնք կարծես թե առավել շատ սպասարկում են այդ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ այդ պետությունների շահերը, Հայաստան, պատմական Հայաստան, բայց տեսեք խնդիրը հետեւյալն է, ինչու է այսօր հենց նույն Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար այդպես դարձել ընդունելի քաղաքական առաջնորդ, որովհետեւ ես կուզենայի, այսպես եմ ուզում միտքս ձևակերպել, ես կուզենայի, որ Հայաստանում այնպիսի քաղաքական համակարգ գործեր եւ քաղաքական ընտրախավ լիներ, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց համար ող անեն իրենց ակաժներին, որ ինչպիսի քաղաքական իշխանություն լինի Հայաստանի Հանրապետությունում, ով էլ գա իշխանության, հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար լինելու են կարմիր գծեր, որոնք երբեք չեն ջնջվելու, իսկ Նիկոլ Փաշինյանը այս առումով հիմա ջնջում է այդ կարմիր գծերը, որովհետև տեսեք, ընտրություններից հետո եթե ձեզ թվում է, որ ճանապարհները բացվելու են, եթե հնարավոր է որում բացվեն, երկաթուղին էլ աշխատի, չգիտեմ, առևտրաշրջանառությունն էլ մեծանա, հաղորդակցություններ էլ տեղի ունենան, բայց խնդիրը հետևյալն է, այդ ամեն ինչը ունի քաղաքական գին։ Ես ես հավաստիացնում եմ, Թուրքիան մեր առջև բազմաթիվ խնդիրներ է դնելու, ես չեմ վախեցնում, ես օբյեկտիվորեն վերլուծում եմ, դնելու են ցեղասպանությունից հրաժարման խնդիր, դնելու են Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդանիշներից Մասիս Սարը, Արարատ լեռը հանելու խնդիր, որևէ տարածքային, չնայած մենք տարածքային հավակնություն երբեք չենք ունեցել Թուրքիայից, բայց վերահաստատման են տանելու 21 թվականի կնքված պայմանագրերը, բազմաթիվ այլ իրողությունների մասով փորձելու են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել կամ ավելացնել իրենց ազդեցությունը եւ դրա համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այսօր չի խոսում հասարակության հետ, չի ներկայացնում են հնարավոր պահանջները, որ հարգելի հայ հասարակություն, այն խաղաղությունը, որին դու ցանկանում ես, ունի գին, այս գինը մենք պատրաստ ենք վճարելու, հասկանում եք, թե չստացվում է հետևյալը, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման գինը վճարում է հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո ինչու պետք է հենց այդպես լինի։ Հենց սրանից ելնելով եմ ես ասում, որ մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, որտեղ այս իշխանությունը գնալու է մինչև վերջ, ռեպրեսիաներով, բռնություններով, այսինքն ինքը որևէ տարբերակ չունի մտածելու, որ հնարավոր է պարտվի։ Այլ հարց է հանրային տրամադրություններից, հանրային տրամադրությունները շատ հակասական են։ Ես խնդրում եմ դուք այդ քարոզչական ազդեցության զոհը չդառնանք,
հասարակությունը ես չգիտեմ թե ինչի համար պետք է նորից գնա 50+1% ձայն տա այս իշխանության, ինչի համար, որ կատարած աշխատանքի համար։ Եվ վերջո, եթե Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում հաշվետվողականությունից, ես խնդրեմ, որ ինքը հաշվետու լինի մեր ժողովրդին եւ 5 տարի անց ներկայացնի, թե ինքը նախորդ 5 տարիներին ինչ խոստում է իրականացնել։ Հաշվետվություն իրենց թեժ խնջույքներն են, որը ժողովրդին արդեն ինչ որտեղ հունից հանում է, որովհետև ժողովուրդն է հենց հաշվետվությունը անում։ Ժողովուրդն է այդ արձագանքների տակ գրում թե ինչեր են արել։ 3 միլիոն դրամ աշխատավարձ։ Այո, իրենց արածների հաշվետվությունը տալիս է ժողովուրդը։ Կործանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան, Արցախում տեղակայված հայկական բանակի լիկվիդացիան, գերիների խնդիրը, դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացի սա, բա որ այդքան լավ բաներ, բա որ ամեն շաբաթ գնում եք այդ Կիրանցի պատի տակ կանգնում եք նկարվում եք, բա ինչի մնացած սահմանները չեք սարքում Կիրանց, այդ ինչա տեղի ունեցել, բա այդ լավագույն խաղաղության ժամանակաշրջաններ էս 1.5 տարին, ինչի 1.5 մետր չեք սահմանագծի ու սահմանազատել, սրանից հետևություն, որ ընտրություններից հետո սիրելի տիկին Մարի, այք տեստեք ինչ սահմանագծում ու սահմանազատում է գալու մեր գլխին, որովհետև եթե իսկապես փոխշահավետ գործընթաց է տեղի ունենում, շատ լավ, եթե մենք Ադրբեջանը ստանայինք մեր տարածքները, որոնք այսօր գտնվում են իրենց տիրապետության մեջ, տակ մենք էլ կտեսնենք փոխադարձության սկզբունքը կիրառվում է, թե չի կիրառվում, բայց ես տեսնում եմ Ադրբեջանի քաղաքական վերնախավի, ուրեմն դիրքորոշումները, հրապարակումները, հայտարարությունները, ժողովուրդ, ես էլ եմ խաղաղություն ուզում, բոլորս ենք խաղաղություն ուզում, բայց մենք պետք է հասկանանք, թե դրան դիմաց ինչ ենք վճարելու։ Ծառայության ժամկետը զինծառայողների կրճատեցին 2-ից 1.5 տարի։ Շատ պետական պարտքը սարքեցին 14 միլիարդ, աղքատության մակարդակը Սերժ Սարգսյանի օրոքել էր 25%, հիմա էլ է 25%, այսինքն ժողովուրդ ջան, մենք ինչ ենք ինչ որ մի քանի հազար կիլոմետր ասֆալտի փռելով, թող հիմա խնդրեմ ասեմ, Նիկոլ Փաշինյանը թող հաշվետվություն ներկայացնի, ես այս տարի հունվարին Տիկին Մարի, ես բացել եմ իրենց կառավարության ծրագիրը եւ ասել եմ հետեւյալը, որ այս իշխանությունը խոստացել էր 15 ջրամբար կառուցել, լրիվ նոր ջրամբար, այդ 15 ջրամբարներից գետ մեկի մեկնարկը կառուցման չի տրվել, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, այս իշխանությունը խոստացել էր, հիմա 1-2 օրից 26 թիվն է, չէ, ասում էր, մինչեւ 26 թվականը մենք պետքա կառուցենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ կամ հակառակը, ես խնդրեմ գնացեք հասցեները ուզեք, գնացեք տեսեք թե այդ 300 դպրոցից 500 մանկապարտեզից քանիսն է լրիվ նորը կառուցվել, քանիսն է վերանորոգվել է, այսինքն մի հատ դպրոցում մի հատ սենյակ ներկես, նոր ներկով անունը դրես կառուցում ու բերես որպես քարոզչական գործիք հրամ ծնես հայ ժողովրդին ու մեր ժողովրդի մի հատվածն էլ հավատում է, հավատավոր է դարձել։ Աղքատության։ Այո, աղքատության գյուղերը դատարկվում են, գյուղերը չի կարող պատահի, որ 5 տարվա ընթացքում Սյունիքի բնակչությունը 15-ից 18 հազարով պակասի։ Դա չի խոսում խաղաղության մասին։ Ի վերջո Հայաստանը փոքրանում է, Երևանը մեծանում է։ Մենք ուրբանիզացվում ենք, դառնում ենք քաղաք-պետություն, քաղաքում շնչել հնարավոր չէ։ Բացարձակ մեր Երևանը դարձել է անհարմարավետ քաղաք ուղղակիորեն։ Իսկ այս ֆոնի վրա այս ցոփն ու շվատ կյանքը, ինձ գիտեք ինձ ավելի շատ ինչն է վրդովեցնում ու վիրավորում որպես մարդու։ Այս մարդկանց այս հղփածվածությունը, այս մարդկանց այս անպատժելի եւ հավերժական լինելու այս համոզվածությունը, այս մարդը դուք ձեր ինչի վրա եք այդպես ուրախանում։ Դուք այդ ձեր որ արածի համար եք այդքան վստահ։ Խաղաղություն են բերում, պարոն Օրիկյան, հենց այս մի պահը ես կծափահարեի անկեղծ եմ ասում, եթե իրենք խաղաղություն բերեն, բայց նորից եմ կրկնում, իրենք չեն խաղաղություն բերողը։ Օրակարգ թելադրողը ուրիշներն չեն, եւ այդ ուրիշների բերած խաղաղությունը գին ունի եւ Աստված չանի, որ մենք շատ թանկ վճարենք այդ գինը։ Հետեւաբար այս առումով Տիկին Մարի 26 թվականը իրոք բախտորոշ տարի է լինելու։ Ի վերջո գիտեք ինչ, Հայաստանում որևէ քաղաքական ուժ, իհարկե գիտակից, խելամիտ քաղաքական ուժ հասկանում է, որ Հայաստանի համեստ հնարավորություններով
ռևանշի որևէ ռեսուրս չկա, եւ ինքը պատերազմ չի բերելու եւ չի կարող բերել մեր ժողովրդին, եւ մենք չենք էլ ցանկանում Ադրբեջանի հետ սրել հարաբերությունները։ Մեր խնդիրն է առաջիկա 30-40 տարիներին մնալ ոտքի վրա եւ բարձրանալ։ Եվ վերջո ես այս վերջի մի քանի ամիսների ընթացքում անկեղծ եմ ասում, ես տարբեր երկրների հաշտեցման փորձեր եմ ուսումնասիրում Լեհաստանի ու Գերմանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի, դրանք բարդ հարաբերություններ են, բարդ process-ներ են, ի վերջո եկեք խնդրեմ դուք էլ հետևություններ արեք, ուսումնասիրեք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների պատմությունը, վերջո այդ պետությունները 13 անգամ պատերազմել են, որոնցից 9-ում Ռուսաստանն է հաղթել, 2-ում Թուրքիան, 2-ն ավարտվել է ոչ ոքի։ Հետաբար այս առումով մենք պետք է նաեւ ուսումնասիրենք Վրաստանի օրինակն է ինձ համար բավականին հետաքրքիր։ Ադրբեջանում տեսեք, Ադրբեջանը ստացել է առավելություն մեր ռեգիոնում, ինքը տեսեք ինչ շահեր է թելադրում, իր կամքը թելադրում է եւ Վրաստանին եւ Ռուսաստանին, բոլորից այդ ներողություն է պահանջում, հասկանում եք, այսինքն մենք պետք է հասկանանք մի իրավիճակ եւ հետո սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հայ բարեկամներ, ինչպիսի իշխանություն էլ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի, Նիկոլ Փաշինյանը ինչպիսի խաղաղասիրական նոտաներով էլ փորձի պոպուլիստական մղումներով փորձի իր վերարտադրվելու համար ձեզ մոլորեցնել, ժողովուրդ ջան, չկա այդպիսի Թուրքիա ու չկա այդպիսի Ադրբեջան, որը ցանկանա Հայաստանի բարգավաճումը, հասկանում եք, չի կարող լինել այս տարածաշրջանում, այս պատմական իրողությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի աշխարհ քաղաքական շահերից չի բխում, որ Հայաստանը ուժեղանա, իսկ ուժեղ Հայաստան հնարավոր է մի դեպքում, եթե իսկապես տարածաշրջանը ապաշրջափակվի, Հայաստանը կարողանա ազատ շունչ քաշել, տնտեսական հնարավորությունները օգտագործի, Թուրքիայի միջոցով, Ադրբեջանի միջոցով իր արտադրանքը արտահանի եւ ներմուծի, այսինքն դուք մտածում եք, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում չեն քնում, ասում են օր առաջ սահմանները բացենք, որպեսզի Հայաստանը շնչի, որպեսզի Հայաստանը վերականգնվի, որպեսզի մի հատ իրենց ապրանքները բերենք այստեղ վաճառենք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը սա է ձեզ ասում, ես ասում եմ հետևյալը, եկեք ժողովուրդ չհավատանք, Ադրբեջանի ռազմավարական նպատակը հետևյալն է, ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիայի հեռար ռազմավարական նպատակը, ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ասում, մենք իրանց հետ չպետք է բացարձակապես ես ինքս կողմնակից եմ եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, որն է այդ կարմիր գիծը։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ցանկացած նշաձող սակարկման ենթակա չէ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի միջամտելը սակարկման ենթակա չէ։ Հայաստանի ներսում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները, դպրոցները, եկեղեցիները, չգիտեմ, եկեղեցու շուրջ Թուրքիայից Ադրբեջանից եկող պահանջները, իրենց Ալաշուկ ու Փաշազադեի չեք հիշում ինչ ուրեմն մեր եկեղեցու դեմ ինչպիսի ուրեմն բացասական դիրքավորման հանդես եկավ։ Լսեք, մեր եկեղեցին է վատն է, լավն է, մեր եկեղեցու շատ վատ բաներ կան, շատ վատ եկեղեցականներ ունեն։ Գուցե եւ ամենայն հայոց կաթողիկոսը ամենաթերություններ ունեցող կամ սխալներ ունեցող կաթողիկոսն է, բայց Աստվածաշնչյան մի խոսք է, ասում է շան որդի, բայց մեր շան որդին է։ Ձեզ ինչ, թողեք մենք ինքներս կորոշենք։ Հետաբար այս առումով ես գտնում եմ հետևյալը, մեր ժողովրդին ի վերջո նոր շունչ է հարկավոր եւ մի կարևոր բան եմ ուզում ասել։ Ես ուզում եմ, որ մի անգամ ժողովուրդը ինքը դառնա իշխանության աղբյուր։ Եթե մեր ժողովուրդը Նիկոլին թվում է, որ ինքն է եղել ժողովրդի բերած իրեն ժողովուրդն է բերել, ժողովուրդ ջան, 2018 թվականը աստիճանաբար այդ իրադարձությունների վերաբերյալ աստիճանաբար մեր ժողովրդի աչքերը բացվել ու բացվում է, որովհետեւ շատ լավ հասկանում ենք, թե ինչ տեղ ունեցավ 2018 թվականին եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության։ Եթե Սերժ Սարգսյանը չուզենար, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա։ Սարգսյանը մերժում է, ասում է։ Թող մերժի Սերժ Սարգսյանը։ Դա գիտեք ինչ կա, մի անգամ մի հատ հոդված է հրապարակել, ինչու է աղմկում Սերժ Սարգսյանը, հետո ընդգծել է, տվել է պատասխան, որովհետեւ նրան խեղդում է մեղքի զգացումը, շատ մեծ վայնասուն էր բարձրացվել նրա որոշ ներկայացուցիչների կողմից, որովհետև Սերժ Սարգսյանը հիմար չի, շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղ ունեցել, ինչպես է ամեն ինչը
կատարվել, թող դա ուրիշ քննարկման թեմա է, բավականին ծավալուն, այնուամենայնիվ վերադառնանք 26 թվականը, ես հույս ունեմ, որ 26 Եվ եթե ասում եք ժողովուրդը պետք է դառնա փաստորեն աղբյուրը իշխանափոխության ժողովուրդը, դրա հիմնական ձևը ընտրություններին մասնակցելն է։ Ես շատ կարճ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում Լևոն Տեր-Պետրոսյանը որոշակիորեն որոշել իր հաջորդին, ես անցած տարի այդ մասին խոսել, Ռոբերտ Քոչարյանը կարծեք թե բացահայտ Սերժ Սարգսյանին դարձած ֆավորիտ իր հաջորդ, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը։ Հա, հիմա դրա համար եմ ասում, եկեք այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանը չորոշի, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը։ Գնալ ընտրությունների։ Ժողովուրդը որոշի, թե ով պետք է լինի իր իշխանությունը եւ ով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին։ Ես ուզում եմ, որ մի անգամ Հայաստանի Հանրապետությունում իսկապես ՔՎ-ի միջոցով, օրինական ընտրություններով ժողովուրդը փոխի իշխանությանը։ Լավ կանի կսխալվի, հաջորդ անգամ էլի ինքը կուղիր սխալը, բայց ժողովուրդը որոշի, թե ով պետք է ընտրվի Հայաստանի Հանրապետության ղեկավարություն։ Պարոն Նորիկյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո զանգեր ունենք, փորձենք լսել նաև մեր հեռուստադիտողներին։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Զանգ լինելու դեպքում խոստանում ենք զանգերին պատասխանել, իսկ հիմա շարունակենք մեր հարցազրույցը։ 2026 թվականը թեժ է լինելու, զանգ ունենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք,
Լսում ենք ձեր հարցը։ Լսում ենք։ Արգելի հեռուստադիտողներ, լսում ենք։ Իջացրեք հեռուստացույցի ձայնը, մեզ հետ խոսեք հեռախոսով։ Պարոն Նորիկյանին ուզում եմ մի հատ հարցնել, պարոն Նորիկյան, այդ մի տարի էլ անցավ, այդ մի տարին անցավ, այդ տրիկարերը, այդ ատորի տստատա։ Խնդրում եմ Եթե կտրած բակելու որ այդ արդիկ շուտ քաշեր, այ բան, առավոտը դրա անուն եք լսում, իր գուրը մուտարը դրա անուն եք լսում, և իքը հայրենիքի դավակ։ Լավ, ես ստիպված եմ ազար անգամ ասել ենք այս եթերից, խնդրում ենք որակավորումներ չտա, պիտակավորումներ չանել եւ հետո նեղանում են, որ ես անջատում եմ Ես հեռախոսը։ քիչ առաջ դրա մասին եմ խոսում, որ մեկ անգամ պետք է մեր ժողովուրդը իր քվեով փոխի իշխանությանը, հենց ժողովրդավարությունը դա է։ 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն հենց դրա մասին է խոսում, ընդ որում որ ասում է ժողովրդավարությունը հենց քվեի միջոցով կառավարություն փոխելն է։ Արդար, ազատ, անկախ։ Ես մեր ժողովրդին սա եմ հորդորում դեր կանգնել, ընդ որում երբեմն մեկ-մեկ մտածել են, որ մենք պետք է ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարենք, որ ընտրությունները դարձնենք պարտադիր չափած քաղաքացիների համար, որովհետև անտարբերություն էլ նաև դարձել է։ Ասեմ, որ մենակ դուք չեք առաջարկում։ Ես ասեմ ձեզ, անտարբերությունը դարձել է այս իշխանության դաշնակիցը։ Ես 3-4 տարի առաջ եմ ասել այս մասին, որ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցը նաև մեր հասարակության որոշ սեգմենտի անտարբերությունն է, որտեղ ինքը արխային լինելով այդ անտարբեր մասայի, այսպես ասած, քաղաքականությամբ չզբաղվելու իրողությունից, ինքը վստահ է, որ այդ մարդիկ ոչ քաղաքականությամբ են զբաղվում, զզվում են քաղաքականությունից եւ քաղաքական գործիչներից եւ ինքը դրա ֆոնի վրա ապահովում է իր վերարտադրման, այսպես ասած, ցանկությունը։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք նաեւ մի շատ կարեւոր բան, Տիկին Մարի, ինչից եմ ես ամեն շատ վրդոված ու վիրավորված այս իշխանության գործունեությունից։ Այս իշխանությունը քաղաքական պայքարի մշակույթը իջեցրել է շրիշակի մակարդակի։ Այս դուք չեք պատկերացնում, այսինքն հայոյանքը, բռնությունը, ծեծը, թիկունքից հարվածելը, գոտկատեղից ներքև հարվածելը, քաղաքական պայքարի գործընթացում ոչ մի միջոցի միջև խտրականություն չդնելը, այսինքն այս մարդիկ պատրաստ են ընտանիք մտնել, ընտանիք քանդել, այս մարդիկ պատրաստ են հարաբերություններ փնջացնել, հարազատների միջև խնդիրներ ստեղծել, այսինքն մի իրավիճակ է ստեղծվել, երբ որ ամեն մի դուրսպրծուկ եւ ամեն մի կիսագրագետ, թող ինձ ներվի այս միտքը արտահայտելու համար, ուրեմն հավակնում է այնպիսի քաղաքական դաշտում մեծ ազդեցությունների եւ այս ամեն ինչը բերվել է այս իշխանության կողմից եւ այս իշխանությունը ամեն ինչ արել է նման մասայի համար այսպիսի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար եւ դրա արդյունքում է որ մեր հասարակությունը զզվում է իսկապես պրոֆեսիոնալ կարողություններ ունեցող մարդկանցից, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մարդկանցից, այսինքն եթե անկեղծ ասեմ, երբեմն մեզ ասում են պարոն Նորիկյան, դուք ձեր քաղաքական ուժը համեստ է, փոքր ռեսուրսներ ունի, Ժորժ ջան, սա շատ բնական է, այո, որովհետև քաղաքական դաշտում իշխանության համար պայքարում մեզ սովորեցրել են, որ մենք պետքա հաստավիզ լինեինք, ունենայինք թալանված միլիոններ, մեզ քաղաքական միտք պետք չէր, մեզ գրագիտություն պետք չէր, շրջիկ թիկնապաներով, լապ էինք, մեր ձեռքերը արյունոտ լիներ, մենք ընտրություններ կեղծած լինեինք։ Հիմա իսկապես օբյեկտիվորեն հասել ենք մի իրավիճակի, երբ որ մենք քաղաքական պահանջվածություն չունենք հանրության մոտ։ Հանրությունը լրիվ այլ ուրեմն քարոզչության ազդեցության ներքո է։ Հանրությանը թվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը տժժում է, դա է քաղաքականությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը գալիս է պարլամենտ մատ է թափ տալիս, չգիտեմ ինչեր է թափ տալիս ընդդիմության վրա, թալանչի ընդդիմության վրա, հարց առաջանում, բայց եթե թալանչին չեն պարլամենտում, բա դու ինչ ես անում այդտեղ 5 տարի վարչապետ ես, բա դու ինչու է թալանչիների խնդիրը չես լուծել։ Այսինքն մարդկանց թվում է, որ քաղաքականությունը դա է, Նիկոլի ղժղժոցը դարձավ քաղաքական մշակույթի առանցքային տարր, հասկանում եք, սա է բերել մեր գլխին Նիկոլ Փաշինյանը, եւ հիմա ասում է, եթե դու չես ղժժում, եթե դու չես հայոյում, եթե դու չես անիծում, եթե դու չես, չգիտեմ, պոպուլիզմով չես զբաղվում, եթե դու ստախոսությամբ չես զբաղվում,
Եթե դու չես կործանել, դու չես տապալել, դու չես ձախողել, ուրեմն դու քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունես։ Ժողովուրդ ջան, մի հատ եկեք ասենք, մի հատ չափորոշիչների մի հատ ցուցակ հրապարակենք, տեսնենք էլի։ Մենք ինչ որ մի այսպես ասած կանոն ենք խախտել։ Կանոնի հետ կապված ես ձեզ հարց կտամ, բայց հիմա հեռուստադիտողի լսենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի ձեզ։ Պարոն Նորիկյան, հարց։ Ուրեմն, տեսեք, դուք ասում եք ընտրություններով պետք է փոխվի եւ այլն։ Հիմա եւ մյուս կողմից ասում եք, որ ընտրական օրենսգիրքը այսպեսին է, այս ընտրական օրենսգիրքով ոչ մեկը Նիկոլին չի հաղթելու։ Իր այդ 20% մարդիկ տանելու է ինքը քվեարկեն, ժողովուրդը չի գնալու, ինքնուրույն այդ իրանց սարքած օրենքով էլի վերարտադրվելու է։ Հիմա հաջորդ հարցը, դրա դեմ ինչ միջոց կա։ Ես օրինակ չեմ լսել ձեր կողմից ձեր կուսակցությունը օրինակ ինչ առաջարկել։ Եվ այդ բոլոր փոփոխությունները մասնավորապես ընտրական օրենսգիրքի պիտի արվի միջև ընտրությունները։ Դրանից հետո արդեն ոչ մի բան չի լինի անելու։ Երկրորդ հարցը, դուք ասում եք ժողովուրդը միջոց պետք է ունենա։ Ժողովուրդը ինչ միջոց կարող է ունենալ։ Ես միայն մի միջոց կարող եմ ասել ձեզ։ Ժողովուրդը պետք է զենք վերցնի։ Միայն դա, բայց քաղաքական ուժերից ոչ մեկը դա չի առաջարկում։ Բոլորը վախենում են, որ անկախ իրանց կբռնեն գտատեն։ Եթե քաղաքական ուժերը այդքան վախկոտեն, Հայաստանի վիճակն է սա պիտի լինի, էլի։ Շնորհակալ ենք հարցերի համար։ Շնորհակալ եմ հարցերի համար, նախ չգիտեմ զենք վերցրին ինչ անեն, ես հարգանքս մեր քաղաքացու, մեր ժողովրդի այդ ներկայացուցչի նկատմամբ, բայց քաղաքական դաշտում ոչ միայն ես, այլև կարծում եմ եւ մեր քաղաքացին ենթադրում եմ, ես դեմ եմ զենքի միջոցով քաղաքականության մեջ հարց լուծելուն, տերորով հարց լուծելուն, արյան միջոցով հարց լուծելուն։ Ժողովուրդ ջան, դա հիշում եք 90-ականներին ասում են Վազգենն է մեր ազգի ուրեմն զարգացման արգելակողը, Վազգենին գյուլենք լավ կապրենք, Դեմիրճյանին գյուլենք լավ կապրենք։ Հիմա կրկնում եմ, զենքով հարց լուծելը դա չի բերելու որևէ ֆունդամենտալ առումով խնդրի լուծմանը, ճիշտ հակառակը մենք էլի հայտնվելու ենք ճաճի մեջ, բայց բացի այդ մի նշվածից քաղաքացին շատ կարևոր հարցերի մասին նախանշեց, բնականաբար ընտրական օրենսգիրքը ես լրիվ ձեզ հետ համաձայն եմ, որ ընտրական օրենսգիրքը այնպես է կառուցված, որ ըստ էության իշխանությանը հաղթելու հնարավորությունները սահմանափակ են, այսինքն իշխանությունը ստեղծել է այնպիսի կարգավորումներ, որտեղ եթե նույնիսկ ինքը բացարձակ մեծամասնություն էլ չի ստանում, 50+1 ինքը ստանում է բոնուսներ, ընտրությունների մասնակցած եւ 4%-ը չհաղթարած քաղաքական ուժերի ձայները գնում են դոնթի բանաձև գոյություն ունի, այդ բանաձևի հիման վրա հաշվարկվում են հոգուտ իշխանության կամ առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին եւ իրենք բոնուսներ են ստանում եւ ուրեմն բոնուսների միջոցով ձևավորում մեծամասնություն։ Լուծումը ինչպեսին է տեսնում, հարգելի բարեկամներ, մենք չունենք ոչ ֆրակցիա ունենք, ոչ պատգամավորական խմբակցություն ունենք, ոչ էլ այսպես ասած հնարավորություն ունենք, որ օրենսդրական փոփոխությունների միջոցով կարողանանք ազդել եւ ընտրական օրենսգրքում ներսահմանադրական օրենքում կատարենք փոփոխություններ։ Միակ լուծումը ես հասարակական ընդվզումն եմ տեսնում, որ հասարակությունը ինքը համընդհանուր կերպով ոչ ասի եւ դուրս գա քվեի միջոցով մերժի այս իշխանությանը եւ ձևավորի իրեն արժանի իշխանություն եւ ընդդիմություն։ Եվ ընդ որում ասում եմ, երբ որ ես խոսում եմ իշխանության մասին, Տիկին Մարի, ես դες հավաստիացնում եմ, վերջի 5 տարիների ընթացքում մեր երկրի քաղաքական պատասխանատուները եղել են 3 մարդ. Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այս 3-ն էլ պետքա փոխվեն, այս 3-ն էլ պետքա հեռանան քաղաքական դաշտից, որովհետեւ տիտղոսային ընդդիմության առաջնորդները իրենք են, իրենք համապարտ պատասխանատվություն են կրում, ուրեմն այդ լրիվ ուրիշ է փոխը, այդ լրիվ ուրիշ օպերա, այդ լրիվ ուրիշ պատմություն է։ Ես նորից եմ կրկնում, ես բազմաթիվ անգամներ եմ քննադատել Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին։ Հիմա բայց տեսեք, ես ինչ եմ նկատել, 88-ի սերունդը չի ուզում հեռանա քաղաքական դաշտից։ 88-ի սերունդը մինչև հիմա տեսեք 70 տարեկան, 75 տարեկան մարդիկ կան, ովքեր անցել են 80-ականներից Ղարաբաղյան շարժումից գալիս են։ Մինչև հիմա այս մարդիկ, հիմա չգիտեմ, այդ հավերժության սինդրոմը
Նրանց որդիներն են իմանալ։ Հա, հիմա այդ հավերժության սինդրոմով տառապելը Ժորժ ջան, մեր երկրի զարգացումը կանգնեցել է կռախի առաջ։ Ի վերջո գիտեք ինչ կա, ես ուզում եմ կոնգրես կլինի, Լևոն Տեր-Պետրոսյան կլինի, ով ուզում է լինի, Ռոբերտ Քոչարյան, Սերժ, իրենք պետք է շատ լավ հասկանան, ամեն մի քաղաքական ուժ եւ ամեն մի քաղաքական գործիչ ունի իր աստեղային ժամանակը։ Հիմա այս մարդիկ լավ, վատ, ճիշտ, սխալ, իրենք ժամանակին կատարել են իրենց գործունեությունը, առաքելությունը, եւ ընդ որում եկեք մինչեւ վերջ անկես լինենք, ասենք, բավականին մեծ խնդիրներ եկել են հենց առաջին իշխանության ժամանակահատվածից, հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից։ Ես բացահայտել եմ ասել, Հայաստանում մարդ չկար, պետքա գնային Ռոբերտ Քոչարյանին բերեին նշանակեին Հայաստանի վարչապետ։ Հենց ստե է գուցե թաքնված եղել մեր ողջ ողբերգություններից շատ ու շատ բաներ։ Ի վերջո հետո ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց հայ ժողովրդից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեր ժողովրդի վզին փաթաթելու համար, բայց չէ որ այդ 20 տարիները հենց այդ ամենակարևոր 20 տարիներն էին, որոնք հնարավորություն դարձան Ալիևի համար ծնկած վիճակից ոտքի կանգնելու ռևանշի դիմել։ Այսինքն մենք հիմա ինչ իրավիճակ ունենք։ Ես հորդորում եմ եւ այդ բոլոր նախկին քաղաքական ուժերին, Ժորժ ջան, թողեք Հայաստանը շնչի, թողեք Հայաստանի որակապես նոր քաղաքական ուժերը կայանան, մեծանան իրենց, մեծացնեն իրենց քաղաքական ազդեցությունը։ Ի վերջո գիտեք ինչ, մեր դեմ բան չունեն ասելու։ Նիկոլ Փաշինյանը վերջին մի տարին ինչու է փորձում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին ներքաշել, բանավեճեր հրավիրում էս անում են անում, որտեղ ինքը այդ դաշտում ուժեղ է, նրանց ասելու ենքան բան ունի, հասկացա, որովհետև բոլորն էլ հասկացան, որ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո պայթունի էֆեկտ տեղի չունեցավ, մարդիկ հոգնել են այդ հարցից, մարդիկ լրիվ այլ թեմաներով են անհանգստանում ու հետաքրքրվում։ Տեսեք, դուք խոսում եք, թե ինչ չափորոշիչներով ընտրությունների հետ կապված, Լևոն Քոչարյանը հարցազրույցի ժամանակ ասում է, որ Եվրոմիությունից գումար է ուզում Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ, իսկ դա նշանակում է, որ խաղը արդար չի լինելու։ Միջամտելու են։ Ես մտածում եմ հետևյալը, այդ ինչպես է պատահում, որ այդ անարդար խաղի արդյունքում Լևոն Քոչարյանը շահում է, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միշտ շահում է։ Կարող է պատասխանել այդ հարցին Լևոն Քոչարյանը։ Հա, համաձայն է, որ անարդար խաղ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում վերջի 4-5 տարիներին։ Ես չգիտեմ այդ գումարը ինչպես է հայցվել կամ ինչպես է բերվելու Հայաստանի ինչ խնդիր լուծելու համար, իհարկե ծանոթ եմ հրապարակային, ուրեմն մամուլի հրապարակումներից, որ հիբրիդային պատերազմի հատկապես Ռուսաստանի, բայց խնդրում եմ Լևոն Քոչարյանը թող պատասխանի։ Այդ ինչպես է ստացվում, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը պայքարում է իր եւ իր հոր դեմ, այնքան իրենց դիրքերը ամրապնդվում են, այնքան իրենք մաֆիոզից, հանցագործից վերածվում են ընդդիմության առաջնորդի, հավակնորդի, իշխանության։ Այդ ո՞նց է ստացվում, որ իրենք տենդերների են մասնակցում, իրենց ընտանիքին պատկանող խանութներից կառավարությունը միլիոնավոր դոլարների Toyota-ները գնում։ Ինչպես է ստացվում, որ ուրեմն ոստիկանները ծեծում են Լևոն Քոչարյանին, բայց մեղադրյալը դառնում Լևոն Քոչարյանն ու այդ հիմքով ինչ-ինչ հանգամանքներով մի 20 հոգի իրենց ցուցակից դուրս են գալիս, որ ինքը գալիս դառնում է падգամավոր։ Այսինքն, ել ինչ պետք է անի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանը աճեցնելու համար, Ռոբերտ Քոչարյանին մաքրելու համար։ Ես ես վերջերս էլ ասեցի, որ Ռոբերտ Քոչարյանին լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանին լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, Ժորժ ջան, այդ անարդարությունից ով խոսի, իրենք թող չխոսեն, այդ անարդարությունից իրենք միայն ու միայն շահել են։ Միայն ու միայն շահել են։ Զանգեր շատ ունենք, լսենք հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Okay, բարև ձեզ, շնորհավոր ձեզ բոլորին եւ հաջորդի նոր տարին։ Շնորհակալ ենք։ Եվ հույսով ենք, որ 2026 թվը մեր հայ ազգի համար հաջողության տարի պիտի լինի։ Հիմա երկու հարց ունեմ մեզ։ Առաջինը, մի 2-3 շաբաթ առաջ նորատապանով ասեցին, որ 150 կուսակցություն ունենք, այդ երբաստատ մի կուսակցության ղեկավար էր ասում, եւ ես գիտեմ որ 170 ունենք։ Մենք այդքան ժողովուրդ չունենք Հայաստանում ինչքան կուսակցություն եւ կազմակերպություններ ունենք։ Արդյոք ինքը մի կուսակցության լավ կազմակերպված, ամենքով դիպլոմով, ցերկով դադավորը լավ ղեկավար է։ Իրան նման չեն կարողանում
5 հատ կուսակցություն կամ լավ կազմակերպության հայրենասեր, որ ամեն ինչով պատրաստակազմ են, առանձին գաղտնի միավորվեն, որևէ ամեն մեկը հիմա պես փոքր Հայաստան ունենք սովետովը կորցրին, ամեն մեկը ինքնուզում է թակավորը լի, պետք է իրանք կազմակերպեն, երկրի մասին մտածեն եւ գաղտնի լիցի, որովհետեւ բոլորին առանձին կդնեն ամենաուժեղի ձեր երկրորդ հարցը, որ հասցնենք պատասխանել։ Եվ մի հատ հարց ունեմ իրեն, ով կարակուսակցություն կազմի եւ քանի հոգի պետք է լինեն կուսակցության անդամները։ Եվ երկրորդ, ինչ կարա անի Փաշինյանը, որ չի անում, որ իրան հիմա ժողովրդին ասեն էս կարա անի, ինքը չի անում, որ ժողովրդն իմանա, Փաշինյանը չի շաչատում, թե չէ, շնորհակալ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Կուսակցությունները շատ են, ձեզ նման 5 ունեցած լինեն։ տեղեկություններով 170-ը չեն, եթե չեմ սխալվում 73 կամ մինչև 80 են կուսակցությունները։ Քաղաքացու մտահոգության հետ ամբողջովին համաձայն եմ, որովհետև այս տարվա ընթացքում ես ինքս եմ հրապարակային առաջարկությամբ հանդես եկել, ասել եմ 30-40 կուսակցություններ լուծարվեն, ես պատրաստ եմ լինել Արդար Հայաստան կուսակցությունը, պատրաստ է լինել առաջինը, կնիքն էլ տալիս եմ ձեզ, եկեք լուծարվենք, ստեղծենք մեկ կուսակցություն, դա նաև կփոխի հանրության պատկերացումները քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ, կուսակցությունների նկատմամբ եւ միավորվենք, դառնանք մեկ կուսակցություն։ Ստեղ քննարկելու բան չկա, ես ամբողջովին համաձայն եմ քաղաքացու հետ, որովհետեւ ես ինքս եմ 2025 թվականի հունվարին այդ առաջարկությամբ հանդես եկել, սակայն ինչպես ասում են, Գաղտնիությունը պահելով հնարավոր է այդ։ Չէ, այդ հնարավոր, իհարկե նախնական բանակցությունները հնարավոր են, բայց վերջի դա պետք է ներկայացվի մեր ժողովրդին։ Երկրորդը քաղաքացու հարցը հետևյալն էր, թե քանի հոգի կարող են ստեղծել կուսակցություն։ Մեր կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի համաձայն կուսակցություն կարող է հիմնադրվել 300 հոգանոց քաղաքական ուրեմն միավորման կողմից, այսինքն 300 հոգի անձ է անհրաժեշտ, որպեսզի իրենք հիմնադրեն քաղաքական կուսակցություն։ Մոլդովական սցենարի մասին է խոսում։ Ես գիտեք ինչ Անդորում Լևոն Քոչարյանն ասում է Հայաստանում դա հնարավոր չի։ Ես չգիտեմ, այդ սցենարի մասին մենք մամուլի մակարդակով ենք տերապետում, մենք չգիտենք թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել, ես ոչ մի բան չեմ բացառում, հետևյալը, բայց խնդիրը հետևյալն է, ինչպիսի քաղաքական ուժերի դասավորվածությունը լինի, ես ուզում եմ մենք լրիվ ուրիշ չափանիշով գնահատենք իրավիճակը, մեր հասարակությունը այսօր պատրաստ է որակական իշխանություն փոխելու, թե ոչ, մեր ժողովուրդը այսօր պատրաստ է որակապես նոր իշխանություն ձևավորելու, թե ոչ, մեր ժողովուրդը ուզում է, որ Նիկոլը գնա, թե ոչ, Ես այս հարցերի պատասխան եմ ուզում ստանալ։ Պարոն Նորիկյան, քանի որ խոսում ենք 2025 թվականն ենք ապահովում ռուս-ուկրաինական պատերազմի ինչ եք տեսնում, ավարտը երևում է Ես ավարտը չեմ տեսնում, որովհետև հենց տարածորեն 3 նույնիսկ դուք տեսնում եք վստահ եմ ծանոթ եք, որ նույնիսկ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո եւ Զելենսկի-Թրամփ հանդիպումից հետո Կրեմլը հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ, որ Զելենսկին հարվածել է ուրեմն Վալդայում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի կեցավայրին 91 ԱԹՍ է գործարկվել, սակայն Ռուսաստանը ոչնչացրել է դրանք։ Ես հիմա չգիտեմ դա ինչքանով է համապատասխանում իրականությանը, բայց դա որ ռեալ հող է նախապատրաստում Ռուսաստանի համար պատասխան հարված հասցնելու, այսինքն իսկ Ռուսաստանի հարվածները կարող են այդ առումով առավել ազդեցիկ լինել ու առավել կործանարար լինել։ Ի վերջո ես դեռևս չեմ տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, ավելին նույնիսկ ավարտվի ֆորմալ առումով բախումները դադարեն, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չի ավարտվելու տեսանելի ժամանակահատվում, որովհետև առանցքային խնդիրը այնտեղ տարածքների խնդիրն է նաև եւ ազդեցության խնդիրն է։ Ի վերջո Զելենսկին հրապարակեց խաղաղության այդ համաձայնագրի 20 կետերը, շորժ ջան, այնտեղ տարածքների լուրջ ուրեմն խնդիր կա, այնտեղ կոմունիկացիաների խնդիր կա, այնտեղ վերջո բանակի խնդիր կա, ի վերջո պետք է հասկանալ Ուկրաինան ինչ պետություն է մնալու, Ուկրաինայից ինչ է մնալու եւ Ուկրաինան որպես պետություն ինչ հետագա է ունենալու, Ամերիկայի կենսական շահերը ինչպես են այդտեղ դրսևորվելու, արևմուտքի շահերը ինչպիսին են լինելու, եվրոպական երկրների ինչպիսի մոտեցում են ցուցաբերելու, այս հակամարտությունը չի ավարտվելու։ Մենք անցել ենք դրանց միջով եւ շարունակում ենք անցնել։ Տրամաչափի խնդիր կա, ըստեղ մեր խնդիրները մի քիչ այլ են, մեր խնդիրները այլ են եւ մեր լուծումներն էլ են լրիվ այլ։ Ես չեմ ուզում
Ես չեմ ուզում շատ այսպես ասած մեր սպիտակ եղենը հանել, բայց մեր խնդիրներն էլ են այս առումով շատ լուրջ եղել։ Մենք մեր դիմադրողականության համակարգը չենք կառուցել։ Մենք պետական շինության գործընթացում մենք դեռևս լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել։ Մենք ինչ ենք արել այս ընթացքում, Տիկին Մարի։ 30 տարվա ընթացքում ինստիտուցիոնալ առումով ոչ մի համակարգ չենք կայացրել։ Չենք կայացրել ու վերջ։ Քիչ թե շատ բանակներ են, հիմա տեսնում ենք ինչպիսի կերպափոխումներ են տեղի ունենում զինված ուժերում։ Մենք տեղական ինքնակառավարման համակարգը չկայացրեցինք։ Որ մի համայնքապետան տրվավ, որը Նիկոլ Փաշինյանի բառերով ասեմ, ներողություն եմ խնդրում, չկզես Նիկոլի առաջ, ուրեմն տարան բանտ։ Անկախ դրանից ես նրանց հանդեպ ինչ ունեմ, նրանց շատերի հանդեպ լավ էլ վերապահումներ ունեմ։ Բայց տեսեք, մարդը գնում ընտրվում է համայնքի ավականու, դառնում է համայնքի ղեկավար, 5 օր հետո բռնում տանում են։ Այ քեզ բան։ Եղբայր, եթե մարդը հանցագործ էր, կրիմինալ էր, սկզբից այնպես անեիք, մարդուն տանեք, ժողովրդին էլ չխաբեիք, թյուրիմացության մեջ չգցեիք, տանեք, դատեիք, վերջ-վերջո դուք 7 տարի իշխանություն եք եղել։ Հետո ասենց հիմար իրավիճակի մեջ չդնեք։ Տեղական ինքնակառավարման համակարգը չենք կայացրել, բայց ասեմ ձեզ, մեր խնդիրների խնդիրը, մեր ճգնաժամի պատճառների պատճառը մեր կրթությունն է։ Ժողովուրդ ջան, մեր կրթական համակարգը, քանի դեռ չենք համապատասխանեցրել միջազգային չափանիշներին, Եվրոմիության անդամ դառնալը, Ամերիկայի նման լավ ապրելը, ամերիկացիների նման լավ ապրելը կամ ամերիկյան պետություն ունենալը, այդ երազելը վատ բան չի, բայց եթե այդ մարդիկ Փարիզը մի օրում չի դարձել, մարդիկ տարիներով, դարերով աշխատել են ֆրանսիացիները, այսինքն ինչ եմ ուզում ասել, մեր խնդիրների խնդիրը կրթության մեջ է, քանի դեռ մեր կրթական համակարգը չենք բերել համապատասխան ստանդարտներին, մենք ճգնաժամը շարունակվելու է։ Պարոն Նորիկյան, մեր հաղորդումը ավարտվեց։ Եկեք լավ նոտայով ավարտենք, 2026 թվականը բոլոր դեպքերում ես ցանկանում եմ, որ լինի իսկապես արժանապատիվ խաղաղության հաստատման տարի, մենք ունենանք լավ մարտունակ բանակ, այս բան ես ուղղակիորեն հպարտանում եմ մեր պետական սահմանին, այս ցուրտ եղանակին, մեր պետական սահմանին կանգնած մեր բոլոր քաջարի զինվորներով, զինվորից մինչև գեներալ ձեր ցավը տանեմ եւ խոնարհում ես մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր բոլոր հազարավոր հայրենիների լուսավոր հիշատակի առաջ ավելի լավ Նիկոլից հետո ամենալավ Հայաստանը պետքա լինի։ Այս իշխանությունից հետո այդ հաջորդ իշխանությունից հետո ավելի լավ իշխանություն պետքա գա եւ մեր ժողովուրդը արժանի է լավ իշխանություն ունենալու, լավ ընդդիմություն ունենալու, խելացի, պարկեշ, ինտելեկտուալ, հավասարակշռված եւ իր ժողովրդին ու պետությանը իրապես սիրող ու հարգող առանց պոպուլիզմի։ Եվ գնալ հասնել արդար Հայաստանին։ Այո, գնալ հասնել արդար Հայաստանին։ Ընդ որում արդար Հայաստանը կուսակցության մասին չի, դա գաղափար է, դա փիլիսոփայություն է։ Քանի դեռ չենք ստեղծել իրապես արդար Հայաստան, քանի դեռ չենք ստեղծել իրապես արդար հասարակություն, ինչպիսի իշխանության էլ գա, սիրելի բարեկամներ, մենք ճգնաժամից դուրս չենք գալու։ Ուրեմն արդար Հայաստան 2026-ին խոսել ձեր արդեն կուսակցության եւ գաղափարախոսության ծրագրերի մասին, դրանով հանրությանը ներկայացնել, թե ում պետք է գնան ընտրելու։ Ուրախ նոր տարի։ Ուրախ նոր տարի։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, բոլորիդ մաղթում ենք այս նոր տարուն հաջողություններ եւ ամենակարևորը մեր սահմանների խաղաղություն եւ մեր որդիների, մեր զինվորների տուն վերադարձ, այնպես որ բոլորս ապրում եւ աշխատում ենք, արարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Լավ մնացեք։